Արցախ ասելիս իմ մոտ միշտ հպարտություն կա, ինչպես նաև Արարատ ասելիս։ Ես Արցախի մասին միշտ եմ խոսել, իսկ իմ տեսակը երբեք չի փոխվում, մեր ուժը մեր հիշողությունն է։ Իմ տեսած Արցախը արդեն այն Արցախը չէր, որը որ իրականում կար, գեղեցիկ, մաքուր, խնամված։ 11 օրվա մեջ 14 անգամ մեկնել եմ Արցախ։ Ես այլևս այն Աննան չեմ, որը մինչև 2020 թվականն էր։ Արցախը տվել է զոհեր, եւ դա ուրացողը ինձ համար հայ չի։ Աննա, երբ զանգեցի պայմանավորվելու հարցազրույցի համար եւ ներկայացրեցի մեր հաղորդման նպատակը, միանգամից հարցրեցիք, քիչ են չէ Արցախի մասին այսօր խոսող մարդիկ, ես անկեղծ չկարողացա ձեր հարցին պատասխանել, որովհետեւ եթե այդպես մտածեմ, ծանր կլինի ինձ համար։ Կարծում եք քիչ մարդկանց է այսօր հետաքրքրում Արցախը։ Գիտեք, երբ որ նայում ենք շուրջ բոլորը, համատարած ատելությունը, որ անընդհատ դրվում է մարդկանց մեջ, առանձնացնելով արցախցի, հայաստանցի, ու տեսնում ենք այդքան վատ մեկնաբանություններ, այդքան վատ խոսակցություններ, սկսում ես արդեն կասկածել, արդյոք շատ են մնացել մարդիկ, ովքեր իրոք խոսում են Հայաստանի մասին։ Բնականաբար կան մարդիկ, իմ շրջապատում շատ մարդիկ, որ խոսում են Արցախի մասին, սիրում են Արցախը, երբեք չեն մոռանում Արցախը, բայց պետք է փաստերին ուղիղ նայենք, քիչ չեն նաև նրանք, ովքեր արդեն մոռացել են Արցախ բառը, ովքեր վախենում են արտասանել Արցախ բառը։ Իսկ ձեզ ինչն է ստիպում այսօր խոսել Արցախի մասին ավելի շատ։ Ես Արցախի մասին միշտ եմ խոսել, իսկ իմ տեսակը երբեք չի փոխվում։ Արցախը ինձ համար իմ հայրենիքն է, ես մինչև կյանքի վերջ խոսելու եմ Արցախի մասին։ Մեր ուժը մեր հիշողությունն է։ Ավելի շատ ցավ եք ապրում, թե ցավ միանշանակ ապրում եմ։ Ես մարդ, ով Արցախի համար գնացել է պատերազմ, չեմ կարող այս ամենի մասին չխոսել կամ չվերաբերվել ցավով։ Չգիտեմ, երբեք առաջին անգամ եղել Արցախում, բայց ձեր էջից հասկացա, որ 44 օրյայի ժամանակ այնտեղ էիք։ Ինչը ստիպեց ձեզ գնալ։ Ցավոք սրտի, նախքան 44 օրյա պատերազմը ես Արցախում չեմ եղել, անընդհատ պլանավորում էինք, բայց ինչ-որ բան խանգարում էր ու հենց 2020 թվականին ընկերներով պատրաստում էինք իմ ծնունդը անել Արցախում ու վերջապես Արցախը բացահայտել ինձ համար, բայց չհասցրեցինք, որովհետև սկսվեց 44 օրյա պատերազմը եւ ես առաջին անգամ Արցախ մեկնեցի սեպտեմբերի 29, 2020 թվականին։ Ում հետ էիք, ինչ նպատակով գնացիք։ Երբ իմացա պատերազմի մասին, իմ բժիշկ ընկերներն արդեն մեկնել էին այնտեղ, խնդրեցի իրենց, որ ինձ էլ տանեն իրենց հետ, որ կարողանամ օգնել ցանկացած հարցով, ինչով կկարողանամ, ու այդպես սեպտեմբերի 29-ից որպես բուժաշխատող ես էլ մեկնեցի Արցախ։ Սկզբի օրերին հենց բուժօգնության նպատակով, իսկ հետո արդեն սկսեցի նաև մարդկանց շնորհիվ, մարդկանց հանգանակությունների շնորհիվ, որովհետև Հայաստանում ազգի 90%-ը Արցախի կողքին էր ու փորձում էր անել ամեն ինչ, սկսած ջրից վերջացրած, չգիտեմ, ամենաթանկարժեք դեղորայք ուղարկել Արցախ մեր տղաների համար։ Ու ես այդպես մարդկանց շնորհիվ նաև տեղ էի հասցնում անհրաժեշտ պարագաները։ Առաջին անգամ Արցախում, այն էլ պատերազմի օրերին։ Այո։ Ես շատ քիչ եմ Արցախը տեսել, որովհետև այդ շտապօգնության մեքենայի հետևում պատուհաններ չկան, միայն այն ժամանակ, երբ որ հենց դեմն էի նստած լինում վարորդի կողքը, բայց իմ տեսած Արցախը արդեն այն Արցախը չէր, որը որ իրականում կար, գեղեցիկ, մաքուր, խնամված։ Ես արդեն պատուհանից տեսնում էի ամբողջովին ավիրված Ստեփանակերտը, որոշ հատվածներում այդ պայթյունի հետևանքով փլուզված շենքերը, ավիրված տները։ Կա այդ օրերից ինչ-որ դեպքեր, պատմություններ, որոնց մասին այսօր
դժվարանում եք խոսել։ Գիտեք, պատմություններ շատ կան։ Պատերազմին ես իմ ընկերների հետ միայն ես 11 օրվա մեջ 14 անգամ մեկնել եմ Արցախ։ Օրերկային մենք մեկ օրվա մեջ 2 անգամ էինք գնում, որպեսզի հասնեինք վիրավոր տղաներին տեղափոխել կամ Գորիս կամ Երևան, ու այդ ընթացքում այնքան բազմաթիվ պատմություններ են ձևավորվել, որոնց մասին ես գրեթե չեմ խոսում, հազվադեպ, երբ որ տեսնում եմ նորից ինչ-որ ատելության խոսք է բարձրանում սոցցանցերի հարթակում, սկսում եմ իմ օրինակով կիսվել, 1-2 պատմություն եմ պատմել, վերջերս նաև, չգիտեմ, նկատած կլինեք, իմ Facebook-յան հարթակում գրել էի դանակի պատմության մասին, երբ որ Արցախից հետ էինք վերադառնում Երևան, իմ բժիշկ ընկերներից մեկը ասեց գնա Վանաձոր, ես Վանաձորցի եմ, Վանաձորում եմ ապրում, ու քո հետ բերեն դանակը, որը ես քեզ նվիրել եմ։ Մի պահ մտածեցի, ինչ կա էլ, ինչի համար, սենց հումորով ասեց, հեչ պոպոկ կջարդենք ճանապարհին, որտեղ մենք ընդհանրապես չէինք հասցնում սնվել։ Եկա, օգնությունները հավաքեցի, մտա տուն մի անգամ եմ մտել այդ դանակի համար, վերցրեցի դանակը ու հետ եկա Երևան, արդեն ճանապարհին մեկնում ենք Ստեփանակերտ, դանակը հանեցի, ասում եմ վերցրու, պոպոկ կջարդենք, բժիշկ ընկերս շատ տխուր հայացքով եւ լուրջ նայեց ինձ ու ասեց, գիտես, հիմա քեզ շատ կարևոր եւ շատ լուրջ բան եմ ասելու։ Մենք համարվում ենք բուժաշխատողներ ու պարտավոր ենք ճանապարհին ցանկացած զինվոր, եթե մեր համազգեստով է կանգնացնի, մենք կանգնենք, որովհետև չգիտենք վիրավոր է, վիրավոր չէ, ու երբեք չենք կարող ասել, թե մեր համազգեստով ովքեր կարող են լինել։ Դու իմացի, եթե հանկարծ մեր թշնամին նստի մեր մեքենա, ես առաջինը խփելու եմ քեզ, հետո ինձ, մենք գերի չենք ընկնելու։ Ու այդպես ամբողջ ճանապարհին, ամբողջ ընթացքում այդ դանակը մեզ մոտ էր։ Մենք այդ դանակով գնում գալիս էինք։ Գուցե հիմա շատերի համար հեշտ թվա, բայց այդ բանի, երբ որ դու գիտակցում ես, որ պետք է զոհես քեզ, որպեսզի գերի չընկնես, կամ քո հայրենիքի համար այդ բավականին բարդ։ Հիմա Արցախը ձեզ այդ ծանր հիշողություններն է միայն, որ ոչ, միանշանակ ոչ։ Արցախը ինձ համար բացի ծանր հիշողությունները նաև իմ երկրորդ դրախտն է, չտեսնված դրախտը, որ ես այդպես էլ ցավոք չհասցրեցի տեսնել, չնայած չգիտեմ ցավոք թե ուրախություն ինձ, որովհետև ոնց խոսում ենք ձեզ հետ, շատերը ովքեր տեսել են, շատ ավելի են ծանր տանում։ Ես չեմ հասցրել Արցախի գեղեցկությունն տեսնել, միայն նկարներով, ընկերներիս վիդեոներով, բայց Արցախ ասելիս իմ մոտ միշտ հպարտություն կա, ինչպես նաև Արարատ ասելիս։ Իսկ այդ օրերին ինչ բաց կողմեր եք նկատում։ Կազմակերպչական բազմաթիվ հարցեր կային, երբ որ Հայաստանում ամեն ինչ հավաքվում էր, բայց շատ տեղերում Արցախում, չգիտեմ, ջուր չկար, սնունդ չկար, որովհետև հնարավոր չէր այդ տեղերը գնալ, կամ մարդիկ վախենում էին, կամ անհրաժեշտ չէին պահել այդ սնունդը, կամ խմելու ջուրը, շատ բացեր կային, սկսած նորակոչիկ զինվորներին առաջիկից տանելու, բայց երևի, որ դրա մասին խոսեմ, ժամերով պետք է խոսեմ։ Գիտեք, շատ բարդ է խոսել պատերազմի բացերից, ես մասնագետ չեմ, բայց զուտ որպես մարդ, որ տեսնում եմ, չգիտեմ, Արցախի հետ կապը չի կտրվել 44 օրյա պատերազմից հետո։ Ես միշտ կապ եմ պահել Արցախում ձեռք բերված ընկերների հետ։ Նույն շրջափակման ընթացքում մենք այստեղ հայերով էլի փորձում էինք, Հայաստանում գտնվող հայերով փորձում էինք ամեն ինչ անել, որ կարողանանք մանկական սնունդ ինչ-որ ձևով հասցնել։ Ես հիշում եմ, մի օր հրապարակում դրեցի, ընկերներս գումարներ փոխանցեցին, ես փոխանցեցի Արցախում գտնվող իմ ընկերներին այդ գումարը, քանի որ
անհնար էր ինչ-որ բան տանել ու ընկերներս այնտեղ գնում էին տարբեր բաներ, իհարկե բավականին թանկ, հա, կարտոֆիլ, չգիտեմ, ինչ հնարավոր էր գտնել, թխվածքներ էին փորձում ինչ-որ ձև սարքել, որ փոքրիկներին ուրախացնել ու անգամ բռնի տեղահանումից հետո, երբ որ արցախցիները սկսեցին գալ Հայաստան, ես այստեղ էլ հազարավոր մարդկանց շնորհիվ կարողացա բազմաթիվ օգնություններ տեղացնել, միայն Լորվա մարզում այդ ժամանակ 3-ից 4000 ընտանիք կար ու փորձում էինք այդ առաջնային պարագաները, սնունդը տեղ հասցնել, մարդիկ նոր են եկել, ոչ մի բանից տեղյակ չեն, հազիվ մազով պրծել են, այսպես ասեմ, մահից ու Ինչն է ձեզ հիացնում, գուցե զայրացնում արցախցիների մեջ։ Ինչն է հիացնում, ինչն է գիտեք, երբ որ մի հատ դեպք կա, երբ որ բռնի տեղահանումը եղավ, ընկերներիս հետ գիշերով հասանք այդ կամուրջի, Հակարի կամուրջ, հա, այդպես ենք, Հակարի կամուրջի մոտ, ճանապարհին ում տեսնում օգնում էինք, թե սնունդով, թե անհրաժեշտ պարագաներով ու ասենց մի պահ մեքենայից դուրս նայեցի, տեսնեմ ծառի տակ մի մեքենա կանգնած, ասեցի ընկերոջս, արի կանգնենք, տեսնենք ինչ կա, մարդիկ մնացել էին մեքենայում, տեղ չունեին գնալու ու դուրս եկան մի անգամից, ասի բարև ձեզ ինչի կարիք ունենք, ասեցին ոչ մի բանի, այդ պահին հայրիկի ոտքի հետևից մի հատ փոքրիկ երեխա գլուխը հանեց, ասեց սոված եմ։ Այդ ժամանակ աշխարհը փլվեց իմ գլխին, բայց ես հասկացա, որ արցախցիները շատ հպարտ ես լավ առումով եմ ասում, հպարտ մարդիկ են ու անգամ այն ամենածանր կարիքի մեջ արցախցիներից շատերը իրենց թույլ չեն թողնում, իսկ ինչն է զայրացնում, նյարդայնացնում են այն արցախցիները, ովքեր շատ արագ մոռացան Արցախը։ Իհարկե իրանք շատ քիչ են, բայց ամեն դեպքում կան ու որ մեկ-մեկ տեսնում եմ, շատ նեղվում եմ, որտեղ արցախցին այն մարդը չի, որ պիտի մոռանա իր հայրենիքը եւ իր հայրենիքը հանձնողներին աջակցի։ Ձեր շրջապատում կան նման արցախցիներ։ Չէ, փառք Աստծո իմ շրջապատում չկան։ Ես շատ խիստ մարդ եմ եւ իմ շրջապատը շատ մաքուր եմ պահում, բայց այսօր ի տխրություն մեզ սոցցանցերում կարելի է տեսնել ամեն ինչ։ Գաղտնիք չէ, որ այսօր նաև շատ ենք լսում արցախցիների հասցեին ուղված, թե ինչու եք թողել փախել, մեր փողերով եք դուք ապրում եւ նման բազում մեղադրանքներ շատ ենք լսում։ Ինչպես վարվել նման դեպքում, դուք ինչպես եք արձագանքում։ Ես նման մեղադրանքների անդրադարձել եմ իմ Facebook-յան հրապարակման մեջ, շատ խիստ եւ շատ կոպիտ ու գրել եմ, որ արցախցին չի փախել, Արցախցուն բռնի տեղահանել են իրենց հայրենիքից։ Ու երբ որ մեկ կամ երկու մարդ փորձում էին ինքնահաստատվել, հիմնականում դրանք ֆեյքեր են, որոնց ես չեմ պատասխանում, բայց մեկ-մեկ շատ կոպիտ պատասխանում եմ։ Ես իրանց միշտ մի հարց եմ տալիս, երբ որ քո երեխային քո աչքի առաջ մորթեն, դու ինչ պիտի անես։ Արցախցին կռվել է, Արցախը տվել է զոհեր եւ դա ուրացողը ինձ համար հայ չի։ Նման դեպքում ինչ անել։ Պայքարել ու անընդհատ խոսել դրա մասին։ Մենք պետք է անընդհատ խոսենք, գուցե շատ անգամներ հոգնենք, թևաթափվենք, բայց միշտ պետք է իմանանք, որ պետք է պայքարել, խոսել ու հիշել։ Նաև վերջերս ձեր Facebook-յան էջում եմ հանդիպել, որ մենք սկսում ենք պայքարը, բայց մինչև վերջ չենք տանում դա։ Այս մասին էլ եք գրառում կատարել, եթե չեմ սխալվում։ Արդեն չեմ հիշում, քանի որ շատ հրապարակումներ եմ գրում, գիտեք իմ հրապարակումները միշտ ինքնաբուխ են, հա, ասենց պահի տակ ծնվում են ու իմ զգացածը ես այդ պահին ինձ զգում եմ, գրում եմ։ Այո, շատ-շատերը սկսում են պայքարել, ինչ-ինչ հարցերով հիասթափվում են, մտածում են դե ինձնից ոչ մի բան կախված չի, բայց ճիշտ համախմբվելու դեպքում հնարավոր է
շատ բաների հասնել, ու ցանկացած մարդ իր մեջ պետք է ունենա դիսցիպլինա ասվածը, կարգապահություն ասվածը, եւ եթե իր առաջ ինչ որ հարց ա դնում, պետք է մինչև վերջ գնա դեպի այդ հարցի։ Մենք պատերազմից հետո անընդհատ ասում ենք համախմբել, բայց կարծես այդպես էլ տեղի չի ունենում։ Գիտեք, եղել են դեպքեր, որ համախմբվել են, եղել են դեպքեր, որ չենք համախմբվել, մարդկանց էլ չեմ կարողանում մեղադրել, ես էլ ինքս մի մարդ շատ հաճախ չգիտեմ ինչ անել, այսինքն ես վստահում եմ բացառապես ինձ, իմ շրջապատին ու չգիտեմ ինչ անել, այդ անճարությունը մարդկանց շատ է կոտրում, բայց պետքա չկոտրվենք, պետքա չհանձնվենք, որովհետև հանձնվելով ու կոտրվելով մենք թույլ կտանք, որ մոռանան մեր պատմությունը։ Ես երբ որ գնում էի Արցախ այդ պատերազմի օրերին, առաջին հարցազրույցս այդ օրերին եմ տվել շատ դժվարությամբ, ինձ ասեցին պետք է խոսեք, ասեցի ես ոչ տրամադրություն ունեմ, ոչ էլ հավես, ասեցին իրավունք չունես, դու պատմություն ես տեսնում, որի մասին պետք է բարձրաձայնես։ Մեզնից շատ բան կարան խլեն, բայց մեր հիշողությունն ու մեր տեսածը հաստատ չեն կարող խլեն, դրա համար պետք է անդադ պայքարել ու խոսել ու բարձրաձայնել ու չվախենալ Արցախ բառից։ Արդյոք պատերազմը փոխեց ձեր վերաբերմունքը կյանքի հայրենիքի հանդեպ։ Միանշանակ ցանկացած մարդ, ով իրապես գնացել է պատերազմ, ոչ թե գնացել նկարվելու հետ է եկել, այլ մասնակցել է պատերազմին, անհնար է որ չփոխվի, իմ կյանքը փոխվել է 180 աստիճանով։ Իմ կյանքի առաջնահերթություններն են փոխվել։ Ես այլևս այն Աննան չեմ, որը մինչև 2020 թվականն էր, անգամ այն մարդիկ, ովքեր վիրավորում չեն ստացել պատերազմի ընթացքում, միանշանակ վիրավորված են հետ եկել հոգեպես։ Իսկ ինչպես պետք է անել, որպեսզի Արցախն այսօր ապրի գոնե հիշողություններում։ Այն մարդիկ, ովքեր սիրում են Արցախը, պետք է անդադ խոսեն Արցախի մասին։ Մենք պետք է մեր երեխաներին անգամ մանկապարտեզում սովորեցնենք, պատմենք Արցախի մասին։ Դուք արցախցիներ պետք է երբեք չփոխեք ձեր բարբառը, որպեսզի չկորի, ձեր առօրյան, ձեր ժինգյալով հացը։ Մենք էլ մեր կողմից փորձենք անել ամեն ինչ, որ Արցախը չմոռացվի, բայց ես վստահ եմ, մենք մի օր հետ ենք գնալու Արցախ։ Այս ցավի մեջ դուք այդ հույսը տեսնում եք։ Այո, ես Շուշիում դեռ մոմ եմ վառել։ Իմ չվառած մոմը վառելու եմ Շուշիում։